մի կին գալիս է մի ճգնավորի մոտ, ասում է, երբ սկսեմ իմ երեխայի հոգևոր դաստիարակությունը, ասում է, երեխատ ինչքան, ասում է 6 ամս եկան, ասում է, արդեն 6 ամիս ուշացել ես։ Ուրեմն դու մանկուց պիտի երեխայի մեջ դա դնես, ոչ թե որ ինքը մեխանիկական ասի, հետո մոռանա, դու չլինես ինքը չաղոթի, այլ դա մեր կյանքի կարևոր պայմանը պիտի դառնա, ընտանեկան ջերմության մեջ։ Նստեցին հայրը, մայրը, երեխաները, միասին պիտի շնորհակալություն հայտնեն այդ ուտելու համար։ Երևի միասին պիտի աղոթեն փառք տալ Աստծուն, որ այսօրն էլ ապրեցինք։ Այսինքն այդ ընտանեկան ջերմությունն եւ աղոթքի շուրջ է ձևավորվում։ Իսկ եթե դու նաեւ աղոթքից բացի սուրբ գիր պիտի կարդաք, ցավոք սրտի այսօր ում տունը որ մտնում ես, անպայման Աստվածաշունչ կա դրված, բայց տան անդամներից որևէ մեկը չի կարդում այդ Աստվածաշունչը։ Հատկապես տղամարդիկ ընդհանրապես չեն մոտենում այս սուրբ գրքին, վախենում են կարծես իրենց մեղքերը տեսնել։ Եվ եթե դու չես կարդում, մի քանի անգամ վերցնում ես տան փոշիների մեջ, հավաքում ես, փոշին սրբում ես, նորից գիրքը դնում ես տեղը, դու չես կարող երեխային հոգևոր դաստիարակության բերել։ Իսկ երբ որ հոգևորը չկա, աշխարհիկ ամբողջ ինֆորմացիան, հատկապես այսօր Instagram-ը, TikTok-ը, որ շատ այսօր երիտասարդության մեջ տարածված է, աղբը գալիս լցվում է մարդու մեջ, եւ մարդը արդեն չգիտի, որ դրանից ավելի գեղեցիկ բան կա աշխարհի մեջ։